Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ հետընթաց Մերկուրիի մասին, որը դառնալու է հետընթաց 2026 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 23-ը ընկած ժամանակահատվածում Խեցգետին նշանում։ Հետընթաց Մերկուրիի հետ կապված կասեմ, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում, հորոսկոպի նշաններին ում վրա ինչ ձև կանրադառնա այս փոփոխությունները, ինչպես նաև կնշեմ, թե ասցենդենտի որ նշանները եւ որ օրերի ծնվածները պետք է լինեն ավելի զգույշ, քանի որ հետընթաց Մերկուրիի ազդեցությունը կզգան իրենց կյանքում։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը առհասարակ պետք է նայել եւ արևի նշանով եւ ասցենդենտով։ Իհարկե նաև ցանկալի է, որ նայեք լուսնի նշանով։ Լուսնի նշանը իմանալու համար իհարկե կարող եք ձեր ծննդյան տվյալները գրել համացանցում եւ տեսնել, թե լուսինը որ նշանում է գտնվել, բայց կարող է լինեն փոփոխություններ կապված ծննդյան ժամով, պայմանավորված, հա։ Դրա համար, եթե գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, կարող եմ ձեզ օգնել, որպեսզի գտնեք, թե որ նշանում է գտնվում ասցենդենտը եւ լուսինը։ Կարող եք ինձ մեկնաբանություններում գրել կամ ինստագրամյան էջում գրել, տելեգրամյան ալիքում գրել, նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ անպայման ծննդյան ճշգրիտ ժամը, քանի որ հենց դրանով է որոշվում ձեր ասցենդենտի նշանը։ Հետևաբար արդեն ըստ դրա կազմվում է ձեր ծննդյան քարտեզը։ Եթե մինչ այս չգիտեք, չունեք ձեր ծննդյան քարտեզը կազմած, ապա խորհուրդ կտամ անպայման դիմել մասնագետի, որպեսզի ունենաք ձեր ծննդյան քարտեզը։ Դա կարծես ձեր ծննդյան անձնագիրը լինի, թե ձեր ծննդյան պահին մեր երկնքում, տիեզերքում ինչպես են դասավորվել մոլորակները, ըստ այդմ էլ դուք ունեք այն կյանքը, ինչ ունեք։ Իհարկե հնարավոր է փոփոխություններ մտցնել, իմանալով ձեր ծննդյան քարտեզի բոլոր նյուանսները, ինչ որ ձևով, իհարկե դա հնարավոր է։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման հետաքրքրվեք այդ թեմայով, դիմեք մասնագետի, իհարկե նաև կարող եք ինձ դիմել, որպեսզի իմանաք ձեր ծննդյան քարտեզը, դա շատ կարևոր է, իմանալ թե ձեր ծննդյան քարտեզը, թե ձեր երեխաների ծննդյան քարտեզը, որպեսզի հետագայում կարողանաք ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում եւ այլն։ Եթե ձեզ հետաքրքրում է նման թեմաներ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով կամ տելեգրամյան ալիքում, որի հղումը կթողնեմ ներքևում։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր կանխատեսումներին։ Սկզբից կնշեմ Մերկուրի մոլորակի հետ կապված փոփոխությունները։ Օրինակ, գնել ցանկացած տեխնիկա, թանկարժեք իրեր, հեռախոս, համակարգիչ, մեքենա, քանի որ հետագայում կարող ենք դրանք կորցնել, կամ անսարքություններ կարող են առաջանալ գնված տեխնիկայի հետ, կամ էլ հասկանանք, որ բավականին թանկ են գնել, կամ փոշմանենք, ինչ որ գնել ենք։ Հետընթաց Մերկուրիի ժամանակ ցանկալի չէ պայմանագրեր կնքել, պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել, քանի որ մեծ է հավանականությունը, որ ուշադիր չենք լինի եւ կարևոր գործոններին ուշադրություն չենք տա, կամ պայմանագրի կարևոր կետերին մակերեսորեն կնայենք եւ երբ արդեն Մերկուրին դառնա ուղընթաց, նոր կգիտակցենք մեր սխալը եւ բնականաբար գուցե դժվարություններ առաջանան դրանք ուղղելու մեջ։ Եթե այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, ընդունվեք աշխատանքի, ապա երկար ժամանակ չեք մնա այդ աշխատանքին եւ հաջորդ հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածներից մեկում դուրս կգաք այդ աշխատանքից։ Կամ գուցե ընդունվեք աշխատանքի, ձեզ լավ պայմաններ խոստանան, մեծ աշխատավարձ խոստանան, բայց իրականում այդպես չլինի։ Ուշադիր եղեք հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում, քանի որ ինքներդ լինելու եք անուշադիր, ցրված, հավանականություն կա, որ կորցնեք ձեր իրերը, ինչ որտեղ մոռանաք, փաստաթղթերի հետ եղեք զգույշ, բայց հնարավոր է նաև այս ժամանակահատվածում, եթե նախկինում ինչ որ փաստաթղթեր էին կորել, ինչ որ բան էիք ման գալիս չեք կարողանում գտնել, այս ժամանակահատվածում հավանականություն կա, որ կարող եք դրանք գտնել։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում գուցե հանդիպեք ձեր վաղեմի բարեկամին, ծանոթին, հարևանին, ընկերոջը, նրանց մասին ինչ որ նորություն իմանաք, նրանք ձեզ զանգեն, դուք նրանց հիշեք, նրանց զանգեք։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ գնալ նոր դասընթացների, քանի որ դժվարությամբ կկենտրոնանաք եւ մատուցված նյութը դժվարությամբ կյուրացնեք։ Լավ կլինի ուղղակի կրկնեք այն ամենը, ինչ դուք գիտեիք մինչև այս։ Ցանկալի չէ որևէ նոր բան պլանավորել, քանի որ փոփոխությունների դա կենթարկվի։
եւ ինչ որ բան ձեր պլանավորածով չի գնա։ Ցանկալի չէ նաև այս ժամանակահատվածում հարսանիքի հետ կապված ինչ-որ գործողություններ կատարեք կամ քանի որ հնարավոր է ձեր հարսանիքի օրը փոփոխվի կամ ինչ-որ դետալներ կապված հարսանիքի հետ փոփոխության ենթարկվեն։ Օրինակ որոշեք փոխել ձեր հարսի շորը կամ սրահը փոխել հարսանյաց, նմանատիպ ինչ-որ իրավիճակներ կարող են լինել։ Հնարավոր է նաև այս ժամանակահատվածում առաջ գան նախկին խնդիրները կամ ինչ-որ նախկինում արված գործարքներ վերանայելու կարիք ունենա։ Գուցե ինչ-որ վայրում եք աշխատում, որտեղ ինչ-որ գործողություններ եք, ծառայություններ եք մատուցում, շատ հնարավոր է, որ ձեր նախկին հաճախորդները վերադառնան, կամ ինչ-որ բան գործողություն կատարեք, ինչ-որ ծառայություն մատուցեք և ձեզ պատվիրատուին դուր չգա և ստիպված լինեք ևս մեկ անգամ այն կատարել։ Առհասարակ հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի է մեկնել այն երկրները, այն վայրերը, որտեղ արդեն նախկինում եղել եք։ Նոր վայրեր մեկնել ցանկալի չէ։ Զգույշ եղեք, որ եթե պետք է ինքնաթիռով ինչ-որ տեղ գնաք, հնարավոր է ինքնաթիռի ռեյսը հետաձգվի կամ ուշանաք ինքնաթիռից, անձնագիրը մոռանաք, վերջին պահին ինչ-որ հասկանաք, որ օրինակ անձնագրի վիզան ավարտվել է կամ փաստաթղթեր ինչ-որ մոռացել եք տանը, ճամպրուկը հնարավոր է կորի այդ ժամանակահատվածում, այնպես որ շատ զգույշ եղեք, կամ գուցե ինչ-որ պատվերներ կատարեք եւ այդ պատվերները ուշանան, կամ երբ ձեզ հասնի հասկանաք, որ այլևս չեք ուզում այդ պատվերը, կամ ինչ-որ անսարքություններ, վրիպակներ լինեն այդ պատվերի մեջ, այնպես որ ստիպված կլինի եւս մեկ անգամ այդ գործողությունը կատարելու։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ պլանային էսթետիկ միջամտություններ կատարել։ Պլաստիկ միջամտությունների համար հատկապես սիրելի ընկերներ, քանի որ ամենայն հավանականությամբ արդյունքից գոհ չեք մնա եւ հետագայում կարիք կառաջանա եւս մեկ անգամ դիմելու նման միջամտության։ Իսկ եթե արդեն նախկինում արել եք որևէ միջամտություն, ձեզ դուր չի եկել, ապա եւս մեկ անգամ կատարելու համար բարենպաստ ժամանակահատված է։ Իհարկե այլ գործոններին եւս պետք է ուշադրություն դարձնել պայմանավորված անհատական ծննդյան քարտեզով։ Վարկ վերցնելու համար եւս լավ ժամանակահատված չէ։ Այժմ նշեմ, թե ինչն է լավ կատարելու հետընթաց Մերկուրիի ժամանակ։ Լավ է սկսած գործեր ավարտին հասցնել, անցյալի սխալներն ուղղել, ազատվել հին իրերից, ճիշտ բառեր օգտագործել, քանի որ հնարավոր է անփույթ ինչ-որ բառ օգտագործեք եւ դրանով նեղացնեք ձեր դիմացինին։ Ցանկացած նյութ, ինֆորմացիա, փաստաթուղթ, որ պետք է ստանաք, անպայման մանրամասն զննեք, ուսումնասիրեք եւ միանգամից մի հավատացեք այն նյութին, այն ինֆորմացիային, որը դուք կստանաք։ Հնարավոր է կորեն ինչ-որ ֆայլեր, նկարներ ձեր համակարգչից կամ հեռախոսից, այնպես որ նախօրոք դրանց կրկնօրինակը պահեք, նման դեպքեր շատ են լինում։ Հնարավոր է սկսեն անսարքություններ առաջանալ տեխնիկայի հետ, հեռախոսի հետ, կենցաղային տեխնիկայի հետ, նման իրավիճակներ եւս կարող է լինել։ Հնարավոր է փչանա հեռախոսը, կենցաղային տեխնիկան, եթե անգամ նման դեպքեր լինի, վերանորոգելու համար լավ ժամանակահատված է հետընթաց Մերկուրին, բայց նորը գնելու համար ցանկալի չէ։ Եթե ինչ-որ պայմանավորվածություն ունեք, ապա անպայման ժամանակից շուտ դուրս եկեք տանից, քանի որ հնարավոր է խցանում լինի ճանապարհին, ինչ-ինչ պատճառներով ուշանաք։ Այսքան է սիրելի ընկերներ, կապված հետընթաց Մերկուրի չի կարելիների հետ։ Այժմ անցնենք եւ հերթականությամբ ներկայացնեմ հետընթաց Մերկուրիի ազդեցությունը ինչ կբերի հորոսկոպի բոլոր նշաններին։ Կսկսենք խեցգետին նշանից, քանի որ սիրելի խեցգետիններ հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր առաջին տանը։ Իսկ երբ առաջին տանն է գտնվում, բոլորից շատ ազդում է հենց տվյալ նշանի վրա։ Եվ ավերոնշյալ փոփոխությունները, այսպես հետընթաց Մերկուրիի հետ կապված, չի կարելիները, այսպես ասեմ, հենց ձեզ են վերաբերվելու սիրելի խեցգետիններ։ Հատկապես, եթե դուք ասցենդենտով եք խեցգետին, ասցենդենտը գտնվում է խեցգետնի 8-ից 26 աստիճանում կամ եթե ծնվել եք հուլիսի 1-ից մինչև հուլիսի 18 նկատ ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա զգուշացեք, զգոն եղեք, որպեսզի հետընթաց Մերկուրին ձեզ տհաճություններ չբերի։
Հետընթաց Մերկուրին առաջին տանը կարող է մեզ հուշել, որ ինչ-որ գործարքներ կարող են հետաձգվել, գուցե դառնանք ավելի ցրված, մոռաց կոտ, լավ ժամանակահատված է, որպեսզի վերականգնեք հարաբերությունները, վերադառնաք ձեր նախկին տեսքին, քաշին, անպայման օգտվեք այս ժամանակահատվածից, հատկապես եթե ցանկանում եք նիհարել կամ օրինակ վերադառնալ նախկին մազերի գույնին։ Հաջորդ նշանը սիրելի ընկերներ երկվորյակներն են, սիրելի երկվորյակներ հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր երկրորդ տանը, իսկ երկրորդ տունը դա մեր ֆինանսների տունն է, այսինքն ինչ-որ ուշացումներ, ինչ-որ փոփոխություններ կարող են լինել կապված երկրորդ տան հետ, ցանկալի չէ գնել կարևոր իրեր, թանկարժեք իրեր, տեխնիկա, կլինի կամ ուղղակի ինչ-որ զարդ արժեքավոր իր կլինի, քանի որ հնարավոր է, որ հետագայում փոշմանեք, կամ հասկանաք, որ բավականին թանկ եք գնել, հնարավոր է այդ թանկարժեք իրը հետագայում կորցնեք, այնպես որ լավ կլինի, որ սպասեք այս ժամանակահատվածը անցնի, այնուհետև ձեր գործողությունները կատարեք։ Եթե պետք է գնեք ինչ-որ օգտագործված իր, ինչ-որ հին իր, դրա համար լավ ժամանակահատված է։ Հաջորդ նշանը ցուլն է, սիրելի ցուլեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր երրորդ տանը եւ փոփոխություններ է բերելու կապված կապի տրանսպորտի միջոցների հետ, ձեր հարևանների, քույր եղբայրների հետ։ Գուցե ինչ-որ փաստաթղթեր ուշանան այս ժամանակահատվածում, եթե պետք է քննություններ վերահանձնեք, ապա լավ ժամանակահատված է, իսկ եթե քննություններ ունեք հանձնելու, ապա զգույշ եղեք, քանի որ հավանականություն կա, որ գուցե չհանձնեք եւ ստիպված լինեք հետագայում եւս մեկ անգամ հանձնելու։ Եթե պետք է գնաք մեքենայի, օրինակ, վարորդական իրավունքի ստանալու քննության, ցանկալի չէ ժամանակահատվածում գնաք, քանի որ հավանականություն կա, որ չեք հանձնի եւ հետագայում եւս մեկ անգամ ստիպված կլինեք հանձնելու, բայց եթե նախկինում չեք հանձնել այդ քննությունը, պետք է գնաք երկրորդ անգամ, գուցե երրորդ անգամ հանձնելու, ապա դրա համար բարենպաստ ժամանակահատված է։ Եթե ձեր հարաբերությունները սառած են, ցանկանում եք վերականգնել այդ հարաբերությունները ձեր հարևանների հետ, հարազատների հետ, ապա հիանալի ժամանակահատված է, անպայման օգտվեք դրանից։ Այս ժամանակահատվածում շատերը գուցե ցանկանան գնել տրանսպորտային միջոց, ինչ-որ տեխնիկա, բայց ցանկալի չէ սիրելի ընկերներ, քանի որ դրանք ձեզ չեն գոհացնի, գուցե ժամանակից շուտ կոտրվեն, ինչ-որ անսարքություններ առաջանան դրանց հետ։ Զգույշ եղեք ձեր հեռախոսների տեխնիկայի նկատմամբ, քանի որ այս ժամանակահատվածում գուցե վատ աշխատեն, կոտրվեն, գուցե հեռախոսից ինչ-որ կարևոր ինֆորմացիա միամիտ ջնջեք, կամ օրինակ հեռախոսը կոտրվի եւ ինչ-որ ինֆորմացիա կորի։ Այնպես որ զգույշ եղեք եւ ժամանակին մտածեք, թե ինչ անեք այդ ինֆորմացիայի հետ, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեք։ Հաջորդ նշանը խոյն է։ Սիրելի խոյեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր չորրորդ տանը եւ ձեզ վրա եւս իր ազդեցությունն է ունենալու, հատկապես բոլոր նրանց վրա, ովքեր ասցենդենտով խոյ են եւ ասցենդենտը գտնվում է խոյ նշանի 8-ից 26 աստիճանում կամ ովքեր ծնվել են ապրիլի 1-ից մինչև ապրիլի 18 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին եք ծնվել, ապա հետընթաց Մերկուրին անպայման ձեր կողքով կանցնի ինչ-որ փոփոխություններ բերելով։ Քանի որ չորրորդ տանն է գտնվելու, այսինքն ինչ-որ փոփոխություններ կարող են կապված լինել անշարժ գույքի հետ, ձեր ծնողների հետ, ձեր բնակության վայրի հետ։ Օրինակ, գուցե ինչ-որ անշարժ գույք պետք է գնեք կամ վաճառեք, ինչ-ինչ պատճառով չստացվի, փոշմանեն, չգնեն, կամ դուք փոշմանեք, չգնեք, կամ ինչ-որ փաստաթղթեր պետք է օրինակ ստանաք անշարժ գույքի հետ, կամ տան ինչ-որ կոմունալներն եք ցանկանում ինչ-որ բան փոխել, ավելացնել, պակասեցնել, նման ինչ-որ հարցերի դեպքում եւս ձեզ մոտ չի ստացվի։ Օրինակ, եթե վարձով եք բնակվում, ապա հնարավոր է ձեզ տեղեկացնեն, որ պետք է ազատեք այդ բնակարանը, կամ եթե այս ժամանակահատվածում օրինակ վարձով բնակարան տեղափոխվեք, ապա ամենայն հավանականությամբ ինչ-որ բան ձեզ դուր չի գա, կամ կփոշմանեք, եւ ստիպված կլինեք ինչ-որ ժամանակահատված ապրել այդ պայմաններով։ Նման ինչ-որ հարցեր կլինեն։ Ցանկալի չէ այս ժամանակահատվածում գնել անշարժ գույք, քանի որ հետագայում կփոշմանեք, կհասկանաք, որ բավականին թանկ եք գնել, կամ ուղղակի չարժեր այդ տունը գնել եւ ավելի լավ տարբերակ տեսնեք եւ փոշմանեք։ Նման ինչ-որ հարցեր կլինեն։ Գուցե պլանավորել եք այս ժամանակահատվածում այցելել ձեր ծնողներին, ինչ-ինչ պատճառներով գուցե դա չստացվի։ Եթե պետք է ինչ-որ կարևոր թանկարժեք իր գնեք տան հետ կապված, ապա ցանկալի կլինի սպասեք այս ժամանակահատվածը անցնի, այնուհետև ձեր գործողությունները կատարեք։ Հաջորդ նշանը ձկներն են, սիրելի ձկներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 5-րդ տանը։ Երբ փոփոխությունները կապված են լինելու ձեր սիրային հարաբերությունների հետ, ձեր երեխաների հետ, կամ եթե պետք է ինչ-որ օրինակ
միջով ինչ-որ տեղ գնաք, հա, գուցե ինչ-որ թանգարան գնաք, ռեստորան պետք է գնաք, ինչ-ինչ պատճառներով դրանք հետաձգվի, գուցե ցուցահանդես ունեք, դա չստացվի եւ այլն։ Եթե հիանալի ժամանակահատված է նրանց համար, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց հարաբերությունները երեխաների հետ կամ նախկին սիրելիի հետ, անպայման օգտվեք այս ժամանակահատվածից, եթե նման ցանկություն ունեք։ Հաջորդ նշանը ջրհոսն է։ Սիրելի ջրհոսներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 6-րդ տանը։ 6-րդ տունն իրենից ներկայացնում է մեր աշխատանքը, առօրյան, կենցաղը եւ այն ամեն ինչը կապված է մեր առողջության հետ եւ ընտանի կենդանիների հետ։ Ինչ որ փոփոխություններ կլինեն վերոնշյալ թեմաների շուրջ։ Գուցե վերադառնաք ձեր նախկին աշխատանքին, հանդիպեք այս ժամանակահատվածում նախկին ղեկավարին կամ օրինակ կենցաղի հետ կապված ինչ որ օգնականներ ունեք, օրինակ, հա, գուցե դայակ ունեք երեխայի կամ օրինակ տան մաքրող ունեք եւ ստիպված լինեք փոխել նրանց, ինչ-ինչ պատճառներով նրանք չկարողանան այս ժամանակահատվածում ձեզ օգնել իրենց գործերում։ Նման հարցեր կարող են առաջանալ։ Ընտանի կենդանիների հետ կապված եւս կարող են լինել փոփոխություններ։ Եթե մտածում եք ընտանի կենդանի ունենալ թե ոչ, այս ժամանակահատվածում ցանկալի չէ, քանի որ գուցե ձեռք բերեք եւ հետագայում փոշմանեք։ Առողջության հետ կապված եւս եղեք զգույշ, քանի որ հնարավոր է նախկին առողջական խնդիրները գլուխ բարձրացնեն։ Եթե նման հարցեր լինի, անպայման գնացեք բժշկի։ Հաջորդ նշանը դա աղեղնավորն է, սիրելի աղեղնավորներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 7-րդ տանը։ Ներողություն, աղեղնավորները չէ, այստեղ այծեղջյուրներ, սիրելի այծեղջյուրներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 7-րդ տանը եւ բերելու է փոփոխություններ կապված ձեր հաճախորդների հետ։ Ամենայն հավանականությամբ նախին հաճախորդները կվերադառնան ձեզ մոտ։ Եթե պետք է ամուսնանաք, ամուսնալուծվեք, գնաք ԶԱԳՍ, ցանկալի չէ ժամանակահատվածում, քանի որ հետագայում փոփոխությունների կենթարկվեն կամ ուղղակի կփոշմանեք ձեր որոշման մեջ։ Եթե պետք է այս ժամանակահատվածում գործարք լինի, ապա հնարավոր է այդ գործարքը չեղյալ համարվի։ Կամ եթե պետք է համենայն դեպս գործարքը կնքվի, ապա զգուշ եղեք, լավ ուսումնասիրեք պայմանագիրը, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն։ Գուցե ձեր հաճախորդները ինչ-ինչ պատճառներով չկարողանան գալ իրենց ընտրած ժամերին, բնականաբար փոփոխության ենթարկվի իրենց կատարած գրառումները, իրենց ընտրած ժամանակները։ Հաջորդ նշանը, սիրելի ընկերներ, այստեղ նշեմ նաև, որ սիրելի այծեղջյուրներ, ձեզ վրա եւս ազդելու է բոլորից շատ այս փոփոխությունները, քանի որ ձեր դիմացի նշանում է գտնվելու հետընթաց Մերկուրին։ Բոլոր այն այծեղջյուրները կզգան այդ փոփոխությունները, ովքեր ասցենդենտով են այծեղջյուր եւ ասցենդենտը գտնվում է այծեղջյուրի 8-ից 26 աստիճանում կամ ովքեր ծնվել են հունվարի 1-ից մինչև հունվարի 18 ընկած ժամանակահատվածում։ Այս օրերի ծնվածներին հետընթաց Մերկուրին կբերի իր փոփոխությունները։ Հաջորդ նշանը աղեղնավորն է, սիրելի աղեղնավորներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 8-րդ տանը։ Բոլոր այն աղեղնավորները, ովքեր ունեն իրենց բիզնեսը, ինչ-որ գործողություն են զբաղվում, օնլայն բիզնես գուցե ունեն, զգուշ եղեք, քանի որ հնարավոր է հարկային ստուգում լինի։ Գուցե ուշացնեն ձեր զուգընկերոջ, ամուսնու կամ կնոջ աշխատավարձը այս ժամանակահատվածում, եթե ինչ-որ փաստաթղթեր եք ձևակերպում կապված ժառանգության հետ, վարկ ստանալու հետ, ապա հնարավոր է ուշանան կամ ինչ-որ սխալներ լինեն տվյալ գործողությունների մեջ։ Այս ժամանակահատվածում ցանկալի չէ վարկ վերցնել։ Հաջորդ նշանը կարիճն է, սիրելի կարիճներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 9-րդ տանը, բերելով ձեզ փոփոխություններ կապված բարձրագույն կրթության հետ, անձնագրի վիզա ստանալու հետ կապված, ինչպես նաև այն ամենի հետ, ինչը կապված է արտերկրի հետ։ Այսինքն հնարավոր է այս ժամանակահատվածում շատերը գնան այն վայրերը հանգստանալու կամ գուցե ուղակի մեկնեք ինչ-ինչ առիթներով, որտեղ արդեն նախկինում եղել եք։ Բայց զգույշ եղեք, քանի որ հնարավոր է ինքնաթիռի ռեյսը հետաձգվի կամ կորցնեք ձեր ճամպրուկը, մոռանաք ինչ-որ իր տանը, ձեր հեռախոս օրինակ մոռանաք կամ հասնեք օդանավակայան, պարզեք, որ ձեր անձնագիրն եք մոռացել եւ այլն։ Նման ինչ-որ իրավիճակներ կարող են լինել, այնպես որ զգույշ եղեք։ Հաջորդ նշանը կշերքն է, սիրելի կշերքներ, հետընթաց Մերկուրին կգտնվի ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ փոփոխություններ։ Բոլոր այն կշերքները կզգան ավելի շատ այս փոփոխությունները, որը քիչ հետո կնշեմ, ովքեր ասցենդենտով են կշերք, ասցենդենտը գտնվում է կշերքի 8-ից 26 աստիճանում կամ ովքեր ծնվել են հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 18 ընկած ժամանակահատվածում։
Զգուշ եղեք, ուշադիր եղեք, որպեսզի հետընթաց Մերկուրին ձեզ անակնկալներ չբերի, դուք ավելի զգոն ու պատրաստ եղեք։ Քանի որ 10-րդ տանն է լինելու, սիրելի ընկերներ, հետընթաց Մերկուրին, գուցե սա հիանալի ժամանակահատված է, որպեսզի հանգստից վերադառնաք աշխատանքի, վերադառնաք դեկրետից աշխատանքի։ Փոփոխություններ կարող են լինել աշխատավայրում, գուցե նոր գոլեգա ունենաք, գուցե ինչ-որ խոսակցություն ունենաք կապված ձեր ղեկավարի հետ, գուցե ղեկավարությունը փոխվի։ Եթե ամուսնանում եք, հարսանիքի օր այս ժամանակահատվածում է լինելու, ապա հնարավոր է դա եւս փոփոխության ենթարկվի։ Եթե պետք է ինչ-որ աշխատանքում ունենաք կարիերայի աճ, ինչ-որ պաշտոնի պետք է ձեզ նշանակեն այս ժամանակահատվածում, ապա դա եւս ինչ-ինչ պատճառներով կարող է հետաձգվել, անգամ նաեւ չեղյալ համարվել։ Հաջորդ նշանը կույսն է, սիրելի կույսեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 11-րդ տանը։ Եվ բերելով ձեզ խնդիրներ կապված կապերի, ինտերնետի, համակարգչի հետ։ Զգուշ եղեք, համակարգչից կարող է ինչ-որ փաստաթղթեր կորեն, լուսանկարներ անհետանան, որոնք ձեզ համար շատ կարևոր են։ Հնարավոր է համակարգիչը փչանա, կոտրվի, ինչ-ինչ հարցեր առաջանան համակարգչի հետ։ Էլեկտրականության հետ կապված կարող են առաջանալ խնդիրներ։ Եթե ինչ-որ նպատակներ ունեք կամ ինչ-որ գործողություններ եք կատարել ժամանակին, որոնց արդյունքները պետք է որ ստանայիք այս ժամանակահատվածում, դրանք ինչ-ինչ պատճառով հետաձգվեն եւ ավելի ուշ դրանց արդյունքները դուք տեսնեք։ Եթե պետք է գնաք ինչ-որ խմբակի, գուցե ձեր երեխային պետք է տանեք ինչ-որ խմբակի, դրա հետ կապված եւս կարող են լինել փոփոխություններ։ Եվ առյուծներ, սիրելի ընկերներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 12-րդ տանը։ Այստեղ ձեզ հետընթաց Մերկուրին կօգնի ազատվելու վատ սովորություններից, գուցե ծխելուց, խմելուց, լավ ժամանակահատված է, որպեսզի ազատվեք այն ամենից, ինչը ձեզ խանգարում է, գուցե հին հագուստ, գուցե հին սպասք, լավ կլինի ձեր տունը մաքրեք ավելորդ իրերից այս ժամանակահատվածում։ Հնարավոր է ձեր մանկության ընկերներին հանդիպեք, նրանց մասին ինչ-որ նորություն իմանաք այս ժամանակահատվածում։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված հետընթաց Մերկուրիի հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Ինչպես նաև, եթե ձեզ հետաքրքրում է անհատական հորոսկոպ, անհատական տարո կանխատեսում, կարող եք ինձ գրել իմ ինստագրամյան էջում կամ տելեգրամյան ալիքում։ Դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։